Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխեցին, բացահայտեցին մի այլանդակ եւ ահասարսուր ահաբեկչության փորձ, որի կազմակերպիչն ու պարագլուխը ընդդիմության քաղաքական հոգեհանգիստը մի քանի անգամ կազմակերպած Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմակից Կտրիչ Ներսիսյանի օրհնությունը ստացած Բագրատ Գալստանյանն էր։ Շատերը այս օրերին համեմատականն են անցկացնում հոկտեմբերի 27-ի եւ այս ահաբեկչության փորձի հետ։ Բայց ես ուզում եմ ասել, որ հաջողության պարագայում Աստված մի արասցե։ Սա մի քանի անգամ բազմապատիկ ավելի ահասարսուր ահաբեկչություններ լինելու, քան թե հոկտեմբերի 27-ինը։ Ինչու՞։ Որովհետև հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թիրախները նստած էին այս դահլիճում։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Այս ահաբեկչության թիրախները այս դահլիճից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին կարող էր լինել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող էր դառնալ Բագրատ Գալստանյանի կողմից կազմակերպվող եւ ընդդիմության կողմից խրախուսվող ահաբեկչության թիրախը։ Այն ինչ որ Բագրատ Գալստանյանը ծրագրում էր անել Հայաստանում եւ Հայաստանի ժողովրդի հետ արել են միայն օտար նվաճողները։ Միայն օտար նվաճողներն են արել։ Իսկ ինչ էր ինքը պատրաստվում անել ըստ հրապարակված ձայնագրությունների։ Նրանք պատրաստվում էին հրկիզել ավտոբուսներ, որոնց մեջ կարող էիք լինել դուք, սիրելի հայրենակիցներ, ձեր հարազատները։ Ես նաև խմբակցության անունից եմ գրել, խնդրում եմ միացնել։ Նրանք պատրաստվում էին ստեղծել շղթայական ավտովթարներ, որոնց մեջ կարող էիք լինել դուք եւ ձեր հարազատները։ Նրանք պատրաստվում էին երկրում ստեղծել համատարած քաոս եւ այդ քաոսի պայմաններում պատերի տակ գյուլել մարդկանց։ Եվ դուք կամ ձեր հարազատները հանկարծ կարող էիք հայտնվել սխալ պատերի տակ, պատահաբար, եւ ձեզ էլ կարող էին գյուլել։ Կամ մեռնել կամ մերցնել, ինչպես որ ասում է Բագրատ Գալստանյանը։ Ես նորից եմ ասում, այս ահաբեկչության ծրագիրը միայն կարող էր անել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին խորապես ատող մարդը կամ հանրույթը։ Եվ դա պատահական էլ չի, որովհետև այդ հրապարակված ձայնագրությունների մեջ այդ մարդն ասում է, այս ազգը խորը անասուն ազգ է։ Հիմա հարց, հարգելի ընդդիմադիրներ, դուք ձեզ դասում եք այդ խորը անասուն ազգի մեջ։ Բագրատ Գալստանյանը ձեզ նկատի ունի, թե չունի։ Միայն հայ ժողովրդին խորը անասուն ազգ համարող մարդը եւ խումբը կարող է ծրագրել Հայաստանում քաղաքում ավտոբուսներ հրկիզելով, ստեղծել քաոս եւ այդ քաոսի վրա հասնել սեփական ճղճիմ քաղաքական նպատակներին։ Այն բանը գահերի խաղի մեջ Little Finger-ը, որ ասում է քաոսը սանդուղք է, որի վրայով կարելի է բարձրանալ եւ տիրանալ իշխանությանը։ Հիմա ձեզ համար քաոսը սանդուղք է, սիրելի հարգելի գործընկերներ, ու որ այսօր եկել եք այստեղ խոսում եք հեծից, պետությունից, ժողովրդից, դուք ընդհանրապես տերորիզմի մեյքափն եք նստած այդտեղ Տիկին Գրիգորյան եւ դուք բոլորը տերորիզմի մեյքափն եք դուք, որտես գալիս եք այստեղ բան եք անում։ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն եք, հիմա էլ դարել եք տերորիզմի մեյքափը։ Կխոսանք հեծի մասին, կխոսանք ինչն է ժողովրդից խլվել, ինչն է ժողովրդին վերադառնում։ Բայց դուք պիտի պատասխանեք հարցերի, այդ որ ասում է մեռնել կամ մերցնել, ձեր քաղաքական թիմակիցը, ձեր հովանավորյալը, դուք դրա մեջ ինչ բաժնեմաս ունեք։ Դուք էլ եք պատրաստվում մեռնել կամ մերցնել, դուք էլ եք պատրաստվում պատերի տակ մարդկանց գյուլել, հատկապես հաշվի առնելով, որ վերջերս դաշնակցական ինչ էր անունը, չեմ հիշում, Հրանտ Ինչյան, Մարգարյան, ասել էր, որ հոկտեմբերի 27-ը պորտկում էր, չէ՞։ Դա լավը չեք ասում զարթոնք էր հոկտեմբերի 27-ը։ Չէր ասել տես բան, պարոն Մինասյան։ Չէ ասել տես բան։ Պարոն Մինասյան, հարց եմ տալիս, դուք էլ եք պատրաստվում պատերի տակ մարդ գյուլել։ Դուք էլ եք պատրաստվում մեռնել եւ մերցնել։ Դուք արդարացնում եք տերորիզմը, ձեր խմբակցությունը պաշտոնապես արդարացրել է եւ պաշտպանել է տերորիզմը։ Դուք պաշտպանել եւ արդարացրել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ավտոբուսների մեջ հրկիզելու սրբապիղծ
տերորիստական ակտը, որը բարեբախտաբար բացահայտվել է, Շնորհակալություն։ եւ այդ մասին դեռ առիթներ կունենանք էլի խոսել։ Շնորհակալություն։